Եվ ծեծվել է և կալանավորվել ոստիկանության Եղվարդի բաժնի օպերլիազոր մայոր Սարգիս Բագրատունյանը ըստ հարազատների ականատեսների։ Քննչական կոմիտեն Բագրատունյան Սարգիսին ծեծել է։ Բոլորն էլ գիտենք, Բագրատունյան Սարգիսի շոուերը ճղել են, ծեծել են, MRT-ի դիսկերը կա, MRT կա, ասկենստե որ ոստիկանության կամ քննչական կոմիտե կա, կարան մեզ ամեն վարքյան ահաբեկեն, բռնեն ծեծեն, այդքան, այդպես չի լինում քուրիկ։ Ըստ քննչական կոմիտեի իրականում ոստիկանն է ծեծել երկու քննիչի։ Կոմիտեի խոսնակն է այս մասին հրապարակում արել, ոստիկանի ծեծվելու մասին լուրերն անվանել օբյեկտիվ փաստարկումներից զրկված մտածածին զրպարտություն, որի նպատակն է հանրության ուշադրությունը շեղել իրականությունից։ Ականատեսների խոսքով քննիչների ու ոստիկանության ծառայողի ջրերը մի առվով չեն հոսել ավտոկայանատեղի շուրջ առաջացած վեճի ժամանակ, որին մասնակցել է նաև այլ քաղաքացի։ Քննիչները նախ այդ քաղաքացու Աշոտ Զաքարյանի հետ են վեճի բռնվել, որին փորձել է միջամտել վեճը հարթել ոստիկանության ծառայող մայոր Սարգիս Բագրատունյանը, բայց ըստ ականատեսների ինքն էլ է հայտնվել քննիչների բռունցքների տակ։ Սարգիսը գնում է բարեխոսի, որ բարիշ են, մենք ծանոթ տղաներ կան քննիչներ, որ բոլորից հետ հարազատ ոնց որ երկար տարի աշխատել են, գալի նստում ասում խոսում։ Ինքը նոր է եկել։ Սարգիսը ուզում է բարեշացնի, ինքը իջնում Սարգիսի հետ մի հատ կոպիտ է խոսում, ինչա օրենքի մարդ է, հա, Սարգիսին չճանաչելով, ինքը ինչ ուզի կարա ասի լավ եմ, արե խփել եմ, հա։ Արմլուրեյեմի տեղեկությամբ քննիչների ու ոստիկանության ծառայողի ջրերը մի առվով չեն հոսել ավտոկայանատեղի շուրջ առաջացած վեճի ժամանակ, որին մասնակցել է նաև այլ քաղաքացի։ Իշխանություն լրատվականի տեղեկություններով հարցերը պարզելու համար քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը իր մոտ է հրավիրել ոստիկանության ծառայողին։ Իրավիճակը լարվել է և ծեծի է ենթարկվել մայոր Սարգիս Բագրատունյանը։ Ականատեսներն ասում են քննիչները մայորին ծեծել են, պատռել համազգեստը, արգելել բժիշկներին մոտենալ, օգնել։ Դուրը փակում ու գազանաբար հարցակվում են մարդու ծեծում են ինչի՞ համար, այն էլ ֆորմով աշխատող մարդու։ Սարգիսը հրմի բանել մեծ հաղորդությունա ցուցաբերել, փորձել է հաշտեցնի բարեշացնի։ Իրավապահների ըստ էության հակաիրավական վարքից տեղյակ է ներքին գործերի նախարարը։ Նա հանրային հեռուստաընկերությանն ասել է, որ միջադեպի առաջին դրվագի վերաբերյալ հենց ինքն է հաղորդում ներկայացրել։ Ես ինքս եմ հաղորդում ուղարկել այս դեպքով, հակակոռուպցիոն կոմիտեն պիտի քննի եւ դա անաչառ գնահատականներ դեպքերի մասով։ Ներքին գործերի նախարարն առաջարկում է սպասել անաչառ գնահատականի։ Մինչ այդ մարդիկ անաչառություն են փնտրում քննչական կոմիտեի այս գրառման մեջ։ Հարցնում են՝ կա մեղադրական դատավճիռ, ըստ որի կարելի է գրել երկու քննիչներին ծեծած ոստիկան։ Լիլիթ Խալաթյան, Էլեն Յահինյան, Այլուր։